Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք 6-րդ գլուխ Սողոմոն գշինե դաջարը։ Իսրայելի որդիներուն Եգիպտոսի եգրեն ելելուն 480-րդ դարին ու Սողոմոնի Իսրայելի վրա թագավորելուն 4-րդ դարին Զիու ամսվան, այսինքն երկրորդ ամսվան մեջ ան Տիրոջ դունը սկսավ գառուցանել։ Սողոմոն թագավորին Տիրոջ համար գառուցանած դան երկայնքը 60 գանքուն էր, լայնքը 20 ու բարձրությունը 30 գանքուն։ Դան դաջարին արջևի ներքնակավիթը 20 գանքուն երկայնք ուներ, որ դան լայնքին չափ էր, եւ անոր խորությունը դան արջևեն 10 գանքուն էր։ Դան վանթագաբադ բադուհաններ շինեց։ Դան բադին շուրջը դան բադին գծված հարգեր գառուցանեց, թե դաջարին եւ թե թափիրին շուրջը, նաեւ շուրջը գովնագի սենյակներ շինեց։ Ըստորին հարգին լայնքը 5 գանքուն էր ու միջին հարգին լայնքը 6 գանքուն, իսկ երրորդին լայնքը 7 գանքուն։ Արտարև թուրսեն դան շուրջը միջոցներ ցկեց կերամները հեծնելու համար, որբեսի դան բադին մեջ չմտնեն։ Երբ դունը գգառուցաներ, քարահանքին մեջ պատրաստված կարերով գգառուցանվեր։ Ուստի անոր գառուցանված ադենը մուրջի, դաբարի եւ կամ ուրիշ երկաթե կորձիկի մտցայնը չլսվեցավ դան մեջ։ Միջին հարգի գոմնագի սենյակներու մուտքը դան աջ գոմներ ու դարձող սանտուխով միջին հարգը կբարձրանային եւ միջին հարգեն երրորդ հարգը։ Դունը գառուցանեց ու զայն ավարտեց։ Դան ծածկը մայրիի փայդե կերաններով ու դախտագի շարքերով շինեց։ Ամբողջ դան գծված հարգերը 5 գանքուն բարձրությամբ գառուցանեց։ Անոնք մայրիի փայդերով դան գծված էին։ Դերը խոսեցավ Սողոմոնի ասելով. «Թուն որ այս դունը գգառուցանես, եթե իմ կանոններովս ընթանաս, իմ թադավաջիրներս կործատրես ու իմ բոլոր բադվիրաններս բահես, անոնց մեջ ընթանալով, քու վրատ պիտի իրակորձեմ այն խոսքը, որ քու հորդ Դավիթի ըսի։ Իսրայելի որդիներու մեջ պիտի բնագիմ եւ իմ ժողովուրդս Իսրայելը պիտի չլքեմ»։ Դաջարին ներքին գահավորումը։ Սողոմոն դունը գառուցանեց ու զայն ավարտեց։ Դան ներքին բադերը մայրիի փայդե դախտակներով գառուցանեց։ Դան հադագեն մինչև ցեղունը բադերը ներսեն փայդով ծածկեց ու դան հադագը եղևնապայդե դախտակներով բադեց։ Դան յետևի գոմին 20 գանքունը մայրիի փայդե դախտակներով գառուցանեց, հադագեն մինչև բադերուն վերևը։ Այդ ներքին վայրը գառուցանեց թափիրին, այսինքն սրբություններու սրբության համար։ Իսկ դունը, այսինքն թափիրի արշևի դաջարը 40 գանքուն էր։ Դան ներս եղող մայրիի փայդերուն վրա քնտակներ ու բացված զաղիքներ քանդակված էին։ Բոլորը մայրիի փայդե լալով ոչ մեկ քար կտեսնվեր։ Թափիրը դան մեջ պատրաստեց ներսը, որբեսի հոն Տիրոջ ուխտին դաբանագը տնե։ Թափիրին արջևը անոր երկայնքը 20 գանքուն էր, լայնքը 20 գանքուն ու բարձրությունը 20 գանքուն եւ զայն մաքուր ոսկիով բադեց։ Թափիրին եղող մայրիի փայդե զոհասեղաննալ ոսկիով բադեց։ Սողոմոն դան ներսի գոմը մաքուր ոսկիով բադեց։ Թափիրին արջև ոսկի շղթաներով վարակույր մանցուց ու զայնալ ոսկիով բադեց։ Ամբողջ դունը ոսկիով բադեց։ Լման դունը ամբողջությամբ թափիրին քովի ամբողջ զոհասեղաննալ ոսկիով բադեց։ Թափիրի մեջ յուղալի փայդե երկու քերոպե շինեց 10 գանքուն բարձրությամբ։ Քերոպեին մեկ թևը 5 գանքուն էր ու քերոպեին մյուս թևը 5 գանքուն։ Մեկ թևին ծայրեն մինչև մյուս թևին ծայրը 10 գանքուն էր։ Մյուս քերոպեն ալ 10 գանքուն ուներ։ Երկու քերոպեներն ալ մեկ չափ եւ մեկ ցև ունեին։ Մեկ քերոպեին բարձրությունը 10 գանքուն էր ու մյուս քերոպեինն ալ նույն չափ էր։ Քերոպեները ներքին դան մեջ դրավ։ Քերոպեները իրենց թևերը գդարած էին։ Մեկուն թևը մեկ բադին գտպչեր եւ մյուս քերոպեին թևը մյուս բադին գտպչեր։ Անոնց մյուս թևերը դան մեջտեղը իրարու գտպչեին։ Թև թևի։ Քերոպեներն ալ ոսկիով բադեց։ Դան շրջակա բոլոր բադերուն վրա քերոպեներու, արմավենիներու եւ բացված զաղիքներու փորակրություններ կանտագեց, թե ներսի գոմը, թե ալ դուրսի գոմը։ Դան հադակն ալ ոսկիով բադեց, թե ներսեն, եթե դուրսեն։ Թափիրին մուտքին համար յուղալի փայդե փեղգեր շինեց։ Վերի սեմն ու թրանտիկները
բադին 1/5-ն էին։ Յուղալի փայդե շինված երկու փեղկերուն վրա քերոպեներու, արմավեններու եւ բացված զայգերու փորակրություններ կանտագեց ու զանոնք ոսկիով բադեց։ Քերոպեներուն եւ արմավեններուն վրայալ ոսկի դարածելով։ Նույնպես ալ դաջարի մուտքին համար յուղալի փայդե թրանտիներ շինեց, որոնք բադին 1/4-ն էին։ Թրան երկու փեղկերը եղևնապայդե էին։ Մեկ փեղկը երկու թևե լալով գծալվեր, մյուս փեղկն ալ երկու թևե լալով գծալվեր։ Անոնց վրա քերոպեներ, արմավեններ ու բացված զայգներ կանտագեց եւ դրվագներու վրա հարմարցված ոսկիով բադեց։ Նաեւ ներքին քավիթը գառուցանեց 3 գարկ դաշված քարերով ու 1 գարկ մայրի փայդե հետզաններով։ Դիրոջ դան հիմը 4-րդ դարին զիու ամսվան մեջ տրվեցավ ու 11-րդ դարին փուլ ամսվան, այսինքն 8-րդ ամսվան մեջ դունը ավարտեցավ իր բոլոր մասերով եւ իրեն վերաբերյալ ամբողջ ծևին համեմատ։ Այսպես 7 դարվան մեջ գառուցանեց զայն։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։